Բարև ձեզ, եթերում Podcut-ի հերթական թողարկումն է, ես Եվան եմ։ Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Այսօր մենք կխոսանք ռոբոտների գաղտնիքների մասին, կիմանանք ռոբոտների չեն ստեղծվել և կիմանանք ռոբոտների հերթականությունը աշխարհում։ Դավիթ, օրինակ դու ինչ ես հասկանում ռոբոտ կամ ռոբոտաշինություն ասելով։ Մարդը թվեր իրական մարդ չի, բայց դա մարդ է։ Իսկ դու։ Ես ռոբոտ ասելով հասկանում եմ մի ռոբոտ, որը կարողանում է շարժվել, խոսել և տարբեր գործողություններ անել։ Դու կուզեիր բան անել ուրիշ երկրում ապրեիր։ Չէ։ Էդ մարդում, որովհետև Ռոբինի մասին էլի, այդ վիդեոում ասում են մենակ սիրում է Հայաստանը այդ համար, այդ հարցը։ Իսկ դու ինչ ուրիշ ռոբոտ գիտես։ Գիտեմ Clickbot ռոբոտը։ Իսկ իրա մասին։ Իրա մասին ինքը ուղղակի սովորացում է ինժեներ սարքել երեխեքին։ Այդ ինչա։ Չգիտես ինժեները ինչա։ Ապեր նույնիսկ չգիտի ինժեները ինչա։ Կարաս բացատրես, եթե դու գիտես։ Ես գիտեմ, բայց չեմ կա բացատրեմ։ Մարդը այդ որ ռոբոտներ է սարքում։ Ես շո կա սովորացրում մարդկանց 1011101-ը։ Դու կարաս բացատրես։ Ինչա։ Ծրագրի մասին մի բան, չգիտեմ, ChatGPT-ի մասին էր։ Ռոբոտի մեջ դնում են տարբեր պետքական ծրագրեր, որոնք տալիս են ռոբոտին, որ նա կարողանա քայլել, գործողություններ անի։ Բարել։ Իսկ պատկերացմամբ ո՞նց է լինում։ Տարբեր քանակի մարդ գալիս են իրար մոտ ու սկսում են ինչ-որ բան ծրագրել, քննարկել, թե ոնց կլինի, ինչ ձև կլինի։ Իսկ իմ կարծիքով իրանք համակարգիչով բան ծրագրություն են անում, հետո մի հատ փոքր բանի մեջ են գցում, այդ դրանը չի ու մտցնում են ռոբոտի մեջ։ Այս գլխի մեջ, իմ կարծիքով, որտեղ ուղղակի մեկ Ինձ քո կարծիքով ռոբոտը սիրտ կամ ուղեղ ունի։ Չէ, ռոբոտը։ Անցած անգամ այդ որ ասեցի մարդը, բայց իրական մարդ չի, բայց դեռ մարդ է, չի նշանակում այդ որ օրգաններ ունի։ Պետք կարա իր ասել։ Իսկ քո կարծիքով սիրունը սենց սրտիկ ունեն, թե սենց սրտիկ ունեն։ Չունեն։ Ճիշտ պատասխան։ Ձեր կարծիքով օրգաններ ունեն ռոբոտները, կոմենտներում գրեք։ Ինչ ռոբոտներ գիտես։ Ես այն գիտեմ, Ռոբին ռոբոտը, այդ որ թեման համարյա ամբողջովին իր մասին է, դու ճանաչում ես Ռոբինին։ Այո։ Իսկ քո կարծիքով ինքը լավ ռոբոտ է, թե չէ։ Իմ կարծիքով նա շատ լավ ռոբոտ է, որովհետև օգնում է հիվանդ երեխաներին, Այդ մասը ճիշտ է։ որոնք մնում են հիվանդանոցներում։ Այսինքն երեխաների լավագույն ընկերն է, բացի իրենց ամենալավագույն իրական ընկերը։ Իսկ դու Սոֆիա ռոբոտի մասին գիտես։ Գիտեմ, այդ որ առաջին ռոբոտն է, որ քաղաքացիություն ունենա։ Իսկ Սոֆիա ռոբոտը էլ ինչ է կարողանում անի։ Խոսել, մասնակցել համերգների, ուրախանալ, էմոցիաներ զգալ։ Ու համե Սոֆիա ռոբոտը սիրահարված չէ։ Իսկ քո կարծիքով գեղեցիկ է Սոֆիա ռոբոտը։ Իմ կարծիքով նա սիրուն է։ Դա միշտ է, դիք գրեմ իմ նոթբուքում։ Իսկ ինչի համար են ստեղծված ռոբոտները։ Ռոբոտները ստեղծվել են, որպեսզի մարդկանց օգնեն։ Օրինակ, Չարլի ռոբոտին ստեղծել են, որպեսզի նա երեխաներին սովորեցնի
ծրագիր ստեղծել, ռոբոտ սարքել։ Շեթի իրարունը շնորհակալություն։ Մկրտածուկ ռոբոտը։ Ինչ անում մարդկանց։ Կտրում է մարդկանց։ Կտրում է։ Ինքը փոք է, այդ որ Փոքի ձակ։ փոքի ձակ է, էլի։ Փոքի ձակ է, այդ որ մեծ մարդիկ պահում են իրանց ձեռքերում ու էդի հանգստացում է իրանց։ Փափուկ ռոբոտ։ Ու այդ շատ փափուկ է։ Դու ինչ ռոբոտ գիտես այդ որ բան, այդ որ օգնում է մարդկանց։ Այդ ռոբոտի մասին շատ բան չգիտեմ, բայց այդ ռոբոտը դնում են մոլերում, որպեսզի այդ ռոբոտը օգնի մարդկանց գտնել տվյալ խանութը կամ այլ ինչ-որ տեղ։ Այսինքն Հայաստանում Կա։ կա։ Ես այդ ռոբոտը անում չունի ոնց որ։ Համաձայն ես ինձ հետ, որ ինքը Հայաստանում է ստեղծվել։ Հա, համաձայն եմ, բայց համաձայն չեմ, որ ստեղծված եմ, որ աշխարհը զարգացնեն, ստեղծված եմ, զարգացնել աշխարհը։ Դա օգնում է մարդկանց գտնել ինչ-որ խանութ։ Հա, Բայց չի օգնում։ հա, բայց ինչի պետք է ամբողջ աշխարհը արդեն ռոբոտներ լինի, այդ որ զարգացնում են։ 2026 թվականին արդեն բայ աշխարհ։ Բայց ես տենց մտածում, ռոբոտներին ստեղծել են, որ մարդկանց օգնեն։ Հետո ոնց են մտափոխվելու ու աշխարհը սպանեն։ Աշխարհը Չգիտենք, պետք է սպասենք ու տենանք։ Համ աշխատանք չեն ունենա, համ է կմեռնեն բոլոր մարդիկ։ Որ ռոբոտները կան մարդիկ կմեռնեն։ Գրավեն աշխարհը կսատկացնեն բոլոր մարդկանց, որ Ոնց ես էդի պատկերացնում։ Ռոբոտները հիմա օգնում են մարդկանց, մի տարի հետո սպանելու են մարդկանց։ Հա։ Մարդիկ նենց Դավիթ կարող ես հանգիստ լինել, մարդիկ են ռոբոտներին ստեղծել և նրանց ծրագրավորումը ճիշտ են արել։ Համաձայն եմ, մարդիկ են ղեկավարում, բայց դա մի քանի տոկոս կա այդ դրա համար։ Հիմա թեվան շարունակենք իմ ընկեր Արամի հետ։ Ցտեսություն։ Բարև Եվա։ Ես ու Դավիթը Ռոբին ռոբոտի մասին ենք խոսել, իսկ դու ինչ գիտես։ Ես պոկեվախտ նկավել եմ Յոբինի հետ և տեսել եմ իրան։ Կատը ոնց է անում։ Սա է զարդուկներն են ասում, տեսեք։ Իրոք դու հանդիպել ես, որտեղ։ Ես չեմ հիշում, բայց ես հիշում եմ, որ ասել եմ մուտիկ դի, մուտիկ դերեց կետանին և ես կատու է դենում, ասում է կատու, սուն է դենում, սուն է ասում։ Իսկ դու սիրեցիր Ռոբին ռոբոտին։ Այո, որտև явно, երբ օգնում է երեխաներից, ասում է ու իգը արացի ռոբոտն է, որ պահում է իրական երեխայի նման։ Բա դու գիտես ով է ստեղծել։ Ռոբին ռոբոտին ստեղծել են հայերը։ Եվ Ռոբին ռոբոտը արդեն կան ուրիշ երկրներում։ Օրինակ որ երկրներում կան։ Օրինակ Ամերիկայում։ Իսկ Ռոբին ռոբոտին ինչի են ստեղծել։ Որ երեխաների օգնի։ Ինչին օգնի։ Որտև իգե երեխաներ այդ վաղ հիվանդ են։ Եվ որտև վիրուսներ են տարածվել։ Այո, ճիշտ է, ես էլ գիտեմ։ Այս ժամանակ
Կորոնավիրուսը տարածվել ամբողջ երկրում։ Դրա համար էլ ստեղծեցին Ռոբին ռոբոտին, որպեսզի նա երեխաների հետ մնա, խաղա եւ երեխաները չտխրեն։ Ես տեսնում եմ դու հետաքրքիր ակնոց ես բերել։ Ռոբոտ ակնոց։ Իսկ դրա մեջ ինչ է երևում։ Ոչ մի բան, ոստե կանաց սա ամենից է երևում։ Մի անգամ է սեծ սաղ սպիտակ, սեծ սևադանում ու սեծ արագ կամ ասեծ էդ չի գենում։ Հետ նոր ես տեսա ես բանը։ Ու երբ ես ես ակնոցները հակնում եմ յոբոտ, ես յոբոտ արամն եմ դանում։ Իսկ ինչով է տարբերվում ռոբոտ արամը սովորական արամից։ Որտեղ որ իգե ամենից կանացա տենում, մի անգամ է սաղ սևասեց տենում։ Իջիական արամը կարա ամենից անի ու ճիշտ գուներով տենա։ Իսկ ռոբոտ արամը չի կարում ամեն ինչ անի։ Կարա, բայց մի բան չի կարա։ Ինչ։ Ուտեիք սակի։ Ինչ օգուտ կտա ռոբոտ արամը աշխարհին։ Բայություն, ուզեղություն։ Իսկ Եվա ռոբոտը։ Նա կարող է օգնել մարդկանց։ Բա իգե հետ կեկվեյետը ծամատինե կամ ծայոբոտ։ Չար ռոբոտ։ Հա, կամ է ծամատ։ Եվա ռոբոտը չար ռոբոտ չէ։ Եվա, բա դուք ունես իրական տունում յոբոտ։ Ոչ։ Ես ունեմ։ Ու իքներա բանով օգնում։ Իքնե ոչորինի յոբոտ պիսոս պոստը մի կիչ պուծուրիկա և երկու հատ կերորասեց կեպատ։ Իգե օգնում է, որ պատուհան է մակե։ Սեծ ունի ասես բան, կարակ մեջ էսնեք ջուր ու յոբոտի մեջ ջուր անեք, կամ է կարակ մեկ պեզեցնեք ջուր ու իգե մակի։ Եվ պուտով ամիրանում։ Բա դու գիտես, ասես յոբոտ որ կարող են պահեն տունեք, կամ է որ բոլորը սիրում են։ Տաննակրությամբ զբաղվում է ռոբոտ փոշեկուլը։ Բա ատեն ասնեք իս որ մեր յոբոտների մասին, սեծ որ տունի չէ մեծ։ Ես գիտեմ, որ տարբեր երկրներում արդեն կան ռոբոտ մատուցողներ։ Բա ինչ են օգնում մատուցողներ յոբոտները։ Մարդկանց փոխարեն ուտելիք են բերում մարդկանց։ Բայց վատն է, որ երբ մատիկ օգնում են, կամ սա իած տեղն են անում, մատիկ կարան իգե բանը չիմանան, արատ կոտ մենան, բոլորից հետ մենան, բա ռոբոտները կարան ացնեն մարդկաց և գրավեն սաղ ասկարը։ Համաձայն ես։ Ես համաձայն չեմ, որ ռոբոտները կարող են գրավել աշխարհը։ Բայց համաձայն եմ, որ մարդիկ կարող են ալարկոտ դառնալ ռոբոտների, և որ ռոբոտը իրենց փոխարեն աշխատում են։ Բա և կոմից ոնց ես համաձայն։ Ես համաձայն եմ, որ ռոբոտները օգնում են մարդկանց, հեշտացնում են Բայց մարդկանց եթե համ այս վատ կողմները կարող են լավացնել, կարող պոստը մատիկներին աս յոբոտներ ստեղծել, որ համ յոբոտը անի էդ բանը, համ մատը։ Ասած դե վատ չի լինի։ Ճիշտ ռոբոտը կարա ավելի արականի, ավելի սատ բան իմանա, բայց մատները իմանալու։ Բայց ոնց կարա ռոբոտը ավելի շատ բան իմանա, եթե մարդն է ռոբոտին ստեղծել։ Օրինակ, որտև իգե յոբոտ է։ Համե ես տեսեմ սեծ յոբոտը, որ կարա
Տենեն, կարան ձեկը, իսվոր ձեկը սակետ կերակեն, կարան սուպեր հիրոսինեման ասկերով յազը կերակեն, բա դու որ ռոբոտին ես ամենասատը սիրում, Ես սիրում եմ Սոֆիա ռոբոտին։ բա իցու իրան, Նա ինձ նման աղջկա է նման այդ ռոբոտը։ բայց դու ունես եկամազը, իքնը չունի, Տիկակունի։ բա դու ունես քո ռոբոտը, հորինած կամ մեր ստեղծած, Այո, ես նույնիսկ ունեմ նկարած։ բա ցույց կտաս, Այո։ բա յա անունը իցը, Դեռ չեմ հորինել։ բայց յա տա է, իդ ոտաննաս կսվեջու, Այս ռոբոտը ունի երկու գործողություն միաժամանակ անելու։ Նա գիշերները մարդու համար իր աչքերով լույս է տալիս, իսկ առավոտը արթնացնում է մարդուն։ բայց ո՞ց է արթնացնում, Ձեներ է հանում։ օրինակ իդ ձեն, ասեց կուկուսը, Բույ ձեն է հանում։ բու, կոբոն իցով է տաբերվում իրական հեռալուսով, Այն բան տարբերվում է հեռախոսով, որ նա ավելի գեղեցիկ է։ Երեխաներ, դուք էլ փորձեք ստեղծել ձեր ռոբոտը։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ ստեցություն, էի կտեսնվեք,